Բարևձեզ իմ սիրելի հետևորդներ, դիտորդներ, հավաքվեք, լինում ենք ակտիվ և կիսվում ենք մեր սիրելիների, մեր հարազատների հետ իմ աշխատանքները։ Այսօր բավականին հետաքրքիր շփում է լինելու, որովհետև ես տեսնում եմ բաներ, ինչ շատ մարդիկ չեն տեսնում և տեսել է դա իմ գոլեգաներից մեկը, որը նախկինում իմ աշակերտն է եղել, այսօրվա իմ թիմակիցը։ Մեր Արմանը, ինքը կխոսի այդ մասին, բայց քանի որ մի քիչ զբաղված է, ես ուզում եմ զգուշացում անել այն մարդկանց, ովքեր, դա ինձ համար կապ չունի, իմ հետևորդներն են, Արմանի հետևորդն են, Պողոսի հետևորդներն են, ստեղ իրական մասնագետների մասին է խոսքը, ում հետևորդները ուզում են լինեն, եթե դուք մտածում եք հեշտ աշխատելու միջոց, տարում տեսնում եք մասնագետների մոտ և փորձում եք դուք ինչ-որ բաներ ձեռնարկեք, որպեսզի հեշտ աշխատելու միջոց գտնեք։ Նախ, եթե դուք չեք անցել 13 դյուժինան դա տրված է միայն այն մարդկանց այս շնորհքը, որոնք պետք է անցնեն այս 13 դյուժինայի միջով։ Ինչ է նշանակում 13 դյուժինա։ 13 դյուժինան դա նա է, որ բավականին ցավոտ, քարքարոտ ճանապարհ դու պետք է անցնես, մինչև որ դու տարով վերցնես ձեռքդ։ Սկսենք սրա մասին խոսել։ Որպեսզի շատերը հասկանան, թե հետագայում դու կատ ինչու եք ուտելու։ Դա կլինի հետևորդ, դա կլինի ով ուզում լինի։ Հարց կարող է ծագի, բայց ձեր գոլեգաներից մարդիկ կան, բա իրանք են վերցրել ձեռքը, որովհետև իրանք արդեն ունեն առողջական պրոբլեմներ, որովհետև չպետք է վերցնեն, խոսքի օրինակ, ունեն թունավոր զոհ, ունեն պոչկաների լուրջ պրոբլեմներ, որտեղ իրանց ոտքերը ուռում է, այսինքն դա ինչի հետ կապ ունի, դա նրա հետ կապ ունի, որ տարոն դա ամեն մարդու խելքի բան չէ և այդ մարդկանց եթե տրված լիներ, ես չէի ուղարկի գրողի ծոցը, ստիպված այդ մարդիկ այտենց խաբում են մարդկանց և այլ, ինչևէ իրանք ինչ չեն հետաքրքրում, ես իրանց թերթում անցնում եմ, որովհետև ես սիրում եմ մարդկանց անդրադառնալ մեկ անգամ և մինչև կյանքիս վերջ, փակելով այդ թեման։ Հիմա ես ինչ եմ ուզում ասել, քանի որ Սատուրնը և Նեպտուն մոլորակը արդեն թաթիկ սենց իրար տված շուտով ամսի 14-ից լինելու են, փոխվում է լրիվ իրավիճակը, էլ առաջվա պես չի լինելու, մտնելու են ձեր խոյի տունը, առաջի տունը, դուք պետք է ստեղ վտանգ կա, վտանգը ինչի հետ է կապված, վտանգը կապված է նրա հետ, ովքեր որ ընդհանրապես չունեն այս շնորհքը, մտնում են մոգության մեջ, հենց սկզբից եմ ասում, այս ամեն ինչի մեջ, այլ նպատակներով, Սատուրն մոլորակը, որ առաջարկել են, շատ արվել ֆինանս ամեն մարդկանց, պիծյորցի վրա ցանկացել նվիրել և լուսակից իրենց նախ շնորհակալություն իրենց մի որտներ, ովքեր որ և առանց գիտելիք ունենալու մտածելու գոն իսկ այսպիսի մարդիկ ամեն ինչի մասին, արդյոք մտնել մի բան, ես իմ գործը այսենց եմ, սիրում եմ ավարտին հասցնել, որովհետև անգամ ես երբ որ բարկանում եմ, լինում է խնդիրներ հենց իմ ապարատուրայի, տեխնիկայի հետ, այսենց պետք է ճիշտ մաքուր սրտով դու աշխատես, եթե դու ունես ուժեր,
Հա, մեկը խոսքի օրինակ, օթաչույա, մեկը սյուարդեսա է, մեկը մոգա, մեկը տարոլոգա, մեկը սա է, մեկը նա է, եւ այլ եւ այլ եւ այլ։ Դրա համար յուրաքանչյուր մարդ, կապ չունի ինձ համար, նորից եմ կրկնում, դա հետևորդ կլինի, ով կլինի, յուրաքանչյուր մարդ պետք է կատարի իր միսիան։ Եթե դու խոսքի օրինակ, ովքեր կարող են ինձ մոտ գալ սովորելու, ինձ մոտ լինելու է լրիվ զրոյից ոդնի կուրս, տարո թվա հոգեբանություն արդեն, այլ ոչ թե միայն տարոլոգիա։ Իսկ ցանկացողներ կլինեն, խնդրեմ, դուք կարող եք դիմել ինձ իմ WhatsApp եւ Telegram կանալին +374 93 40 45 37 կուրսերի համար դեռ 1 ամիս կա, մինչև իմ այս աշակերտներն ավարտեն հաջորդ հարթ։ Հետևորդս էր, հիմա կոնսուլտացիա ունեմ հետ, ասի շուտ մտնեմ խոսեմ, ավարտեմ։ Դրա համար թող կլինի հետևորդ, կլինի ով ուզում է լինի, եթե դուք չունեք ուժեր, իմ խորհուրդը ձեզ, ես ձեր լավի, ձեր ընտանիքի լավի համար եմ ասում, դա ամեն մարդու տրված չի, ամեն մարդ չի, որ ես ամենին կդիմանա եւ շատ ծանր աշխատանք է սա, շատ ծանր է։ Եթե ձեզ թվում է սա հեշտ է, դուք չարաչար սխալում եք, հեշտ է գիտեք ում համար, ովքեր խաբեբա են, դա գտնում են դրա միջոց, բայց գինը իրանք վճարելու են իրանց կյանքով, քանի որ ես այս մասին երբեք չէի ասել։ Մի քիչ ուրախացեք, որովհետև գինը լինելու է բարեկամներիցդ մեկի կյանքը։ Դուք պետք է դրան պատրաստ լինեք, մեկի համար կարա լինի երեխան, մեկի համար կարա լինի իր մաման, որին խառնել է դրա մեջ, մեկի համար կարա լինի ամենացավոտ տեղն է խփում, որովհետև լավա չէ մարդկանց խաբել, բայց այդքան մարդկանց ճակատագրի հետ խաղալ, ստեղ ոչ մեկ մեղավոր չի լինելու, ոչ մեկին դուք չեք էլ կարա մեղադրեք, ստեղ դուք եք մեղավոր, որովհետև խաղացել եք մարդկանց ճակատագրերի հետ, հաշվի չառնելով այդ մարդկանց, թե ինչ եք անում դուք, այսինքն լարվն է ձեզ կառավարում, մենակ փող իշխանություն, իսկ դա ինչ է նշանակում, որ այդպիսի մարդիկ չունեն ոչ մի սրբություն եւ հոգեվոր արժեքներ, այս է իրականությունը։ Դրա համար ես պատրաստեցի, որ այս հաղորդումը, որպեսզի շատերը իմանան, շատերը հասկանան, բարև ձեզ։ Եվ կավարտեմ այսքանը, որովհետև ես հիմա կոնսուլտացիա ունեմ, պարապ մարդ չեմ։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք հաջորդ իմ կոնսուլտացիայի եւ լեկցիաների ժամանակ։ Գիտեք բոլորդ, որ ես այստեղ շատ քիչ եմ ունենում ուղիղ լայվեր։ Ինչու՞։ Որովհետև ինձ համար շատ տհաճ է տեսնել sense թերթելով խաբեբաներին եւ ինչ որ տեղ մի անգամ, երկու անգամ ժողովուրդն է մեղք, մեր ժողովուրդը։ Շատ եմ ափսոսում, որ մեր ժողովուրդը դառնում է կերը նման լարվերի, շատ ափսոս։ Այսօր այսքանը։ Մի րոպե սիրելի հետևորդներ, այսքանը։